Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Այս երկու փոփոխություններով մի քանի ուղղումներ ենք իրականացնում երկու օրենքներում, որոնք հիմա կներկայացնեմ։ Առաջինը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում սահմանում ենք անկախ կյանքի կենտրոնների անկախ կյանքի կենտրոնը որպես նոր հասկացություն եւ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը անկախ կազմակերպաիրավական ձևից կարծում ենք, որ պետք է կարգավորված լինի։ Նաեւ լիազորող նորմ ենք սահմանում, որպեսզի անկախ կյանքի կենտրոնների աշխատանքի կարգը եւ պայմանները սահմանվեն լիազոր մարմնի կողմից, որպեսզի հետագայում, երբ որ մենք առնչվենք այդպիսի կենտրոնների հետ եւ այդ թվում նաեւ պետական ֆինանսավորում իրականացնենք, նրանց ճանաչելու խնդիրներ չունենանք։ Երկրորդ փոփոխություններով առաջարկում ենք թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այսօր մեր կողմից իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը ըստ էության ֆինանսավորվում է կամ թույլատրվում է ֆինանսավորել այդ կազմակերպությունները միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում այլ հնարավոր աղբյուրներից այդ ֆինանսավորումը իրականացնելու համար եւ երբ որ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամեն ինչը իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք եւ այս դեպքում մենք ունենք նման իրավիճակ, խոսքը զինապահ հիմնադրամի մասին է, ով ցանկություն է հայտնել ֆինանսավորել պատերազմի մեր վիրավորների աջակցող միջոցների ֆինանսավորումը եւ հատկապես պրոթեզների մասին է խոսքը վերին եւ ստորին վերջույթների եւ մենք խնդրում ենք թույլ տալ մեզ այդ ամենը կարծես թե կարգավորել, որը այս պահին չունենք։ Հաջորդ փոփոխությունը, որը խնդրում ենք թույլ տալ իրականացնել, դա անձնական օգնականի ծառայություններից օգտվելու կարգերին է վերաբերում։ Գիտեք, որ մենք պետական ծրագիր ունենք, որով թույլ ենք տալիս ուսման մեջ կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ունենալ անձնական օգնական, որի համար պետությունը վճարում է, սակայն այդ գործընթացը մի փոքր խրթին է եւ մենք երկկողմանի պայմանագրեր ենք կնքում եւ խնդրում ենք թույլ տալ ունենալ մեկ եռակողմ պայմանագիր հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականի եւ մեր միասնական սոցիալական ծառայության միջև եւ եւս մեկ փոփոխություն հիմնական փոփոխություններն եմ նշում, չհաշված տեխնիկականները, խնդրում եմ թույլ տալ իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում եւ խոսքը ծառայությունների անհատական ծրագրի է վերաբերում, երբ որ հրաժարություն է առաջանում նրանց դրա մեջ իրականացնել փոփոխություններ, այսօրվա գործող կարգով դա հնարավոր է իրականացնել միայն եթե կրկին անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնենք, չնայած լինում են դեպքեր, երբ որ օրինակ արդեն իսկ իրականացված ֆունկցիոնալության գնահատումից եւ ծառայական ծրագրի մշակումից որոշակի ժամանակ հետո անհրաժեշտություն է առաջանում նոր աջակցող միջոցներ կամ նոր փոփոխություններ իրականացնել ծառայությունների արտական ծրագրում, որը պարտադիր չի իրականացնել կրկին ԱՖԳ անցնելուց հետո որոշակի արդեն ասեցի նաև տեխնիկական լրացումներ ենք անում, որոնց եթե անհրաժեշտություն լինի առանձին կանդրադառնամ, խնդրում եմ հաստատել օրենքի նախագիծը քվեարկության պահին եւ նաեւ ճիշտ է հանձնաժողովի նիստում արդեն որոշել ենք, խնդրում եմ նաեւ 24 ժամյա ընդհանցակարգ ապահովել, որովհետեւ նաեւ որոշակի ժամկետների խնդիր ունենք, այսքանը շնորհակալություն, պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Հարցերի համար հերթագրում Ռուստամ Բակոյան։ Շնորհակալություն, պարոն նախարար, երկրորդ մասով երբ ասացիք անձնական օգնականը հատկացվում հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներին, սա հաճախ նաև մեր քաղաքացիների մի զգալի մաս չի պատկերացնում, նաև մեր հանձնաժողով հաճախ մենք դիմումներ ենք ստանում
ուզում են հասկանան ինչ կերպ է դա տեղի ունենում եւ ես կխնդրեի հանրության համար մի քիչ ներկայացնեք այդ process-ը, որպեսզի տեղեկատվություն լինի իրենց համար, օգտվեն նաեւ այս հնարավորությունից հասկանալու համար։ Շնորհակալություն պարոն Բակոյան, անձնական օգնականի ծառայությունը, որ արդեն մի քանի տարի է գործում է, ըստ էության երկու հիմնական նպատակ ունի։ Առաջինը դա հաշմանդամություն ունեցող անձի ներառականությունն է հասարակության մեջ եւ երկրորդը ինչ որ չափով նաև զբաղվածություն ապահովելը այդ անձնական օգնականի համար, ով ստանձնում է այդ դերը։ Եվ այդ երկու նպատակները, երբ որ միաձուլում ենք, ինքը շատ կոնկրետ բան է դառնում։ Առաջին հերթին խոսքը գնում է այն հաշմանդամների մասին, առաջի հերթին չէ, այսինքն ծրագրի շահառու են հանդիսանում այն հաշմանդամները, որոնք կամ ուսուցանում են, այսինքն սովորում են, կամ աշխատում են։ Եվ միայն այդ դեպքում է, երբ որ նրանք կարող են օգտվել անձնական օգնականի ծառայությունից, որպեսզի անձնական օգնականը ըստ էության օգնի նրանց հաճախել ուսման վայր կամ հաճախել աշխատանքի վայր, եւ դրանով այդ երկու հարցը լուծում են եւ նաեւ դա պետք է ցուցված լինի իրենց ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի կողմից, ինչը ծառայությունների անձնական ծրագիրն էր, որի մասին առանձին խոսեցի։